Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, մասնակցում եք այս ուխտիերթին, մենք ուղիղ եթերում ենք։ Ինչ մասնակցեմ։ Ակնկալիքներ կան։ Ակնկալիքը նա է, որ ես այդ զանազան ուրեմն ստոր արտահայտությունները, հակաբարոյական, հակաեկեղեցական արտահայտությունները, տիրադավներ, աղանդներ, չգիտեմ, տարբեր կարգի հերձվածողներ եւ այլը, ես մասնակցում եմ մի խորհուրդ սրտի, որպես երթ մեր հոգիների մաքրության համար եւ մեր հավատի փրկության համար։ Կհեռանա կաթողիկոսը ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ կաթողիկոսը երեկվա վարչապետի հռչակած ճանապարհային քարտեզից օր առաջ, ժամեր առաջ պիտի իր մահկանացուն, ֆիզիկական առումով չեմ ասում, որպես առաքելական եկեղեցու այսպես կոչված Հովապետ պիտի օր առաջ հրաժարական տված էր, բայց կարծում եմ, որ շատ արագ պիտի լինի, իմ կարծիքս դուք լավ գիտեք, որ շատ ճիշտ ճանապարհային քարտեզ ունենք, այն որ հռչակել է եկեղեցին կարգավորելու հետ կապված, այո, բարոյական, ուրեմն անբարո տարերից մաքրելու հետ կապված, նաև եկեղեցին ամբողջովին ընկղմված է հայբրիդային պատերազմի մեջ, հայբրիդային ուրեմն խնդիրների մեջ Եվ այն, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հանդեպ, ոչ միայն Ռուսաստանի հանդեպ վարում է զուտ հայամետ, հայակենտրոն քաղաքականություն, իսկ դա մեղմ ասած Ռուսաստանի կառավարող շրջանակների համար, այսպես ասած, բայրացական չի եւ ոչ կառուցողական, փորձ են անում վերջին ճիգերը օգտագործեն, այս անգամ արդեն վերջին ճիգը կլինի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը բռնությամբ զավթածները Սա համարում եմ ուրեմն ուխտերթ հանուն մեր հոգիների փրկության, հանուն մեր հավատի փրկության եւ եթե առայժմ ունեմ տերմին, առայժմ ունեմ բառ, եթե այսպես շարունակեն տիրադավ հերձվածողներ եւ այլը, ապա ես սա կհամարեմ խաչակրած արշավանք հանուն մեր հոգիների ուրեմն ինչպես կրկնեցի պարզության Եվ հանուն ուրեմն մեր հոգևոր աշխարհի վերակենդանացման կամ վերազարթոնքի։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։